Հարգելի գործընկերներ, հիմա թվարկեմ այն նախագծերը, որ ֆինանսավորում ենք այս որոշմամբ։ Առաջինը Շիրակի մարզում Գյումրի քաղաքից դեպի Քեթի գյուղ տանող ճանապարհի 4,4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը նախատեսված է մեկնարկել եւ ավարտել այս տարի։ Սյունիքի մարզում Շինուհայր Հարլիձոր Սատանի կամուրջ շուրջ 19 կիլոմետր հատվածի հիմնանորոգում աշխատանքները սկսվել են նախորդ տարի եւ ավարտը նախատեսվում ենք այս տարի։ Իհարկե վերջերս մայիս ամսին ես այդ ճանապարհով անցել եմ եւ արդեն ավարտուն տեսքի էր եւ առաջին հայացքից էլ տպավորությունը վատ չէր, բայց պետքա բնականաբար ստուգումների այդ process-ը անցնի, համեցի։ Ասֆալտապատման աշխատանքները այս հատվածում պարոն վարչապետ ավարտվել են, հիմա գծանշման, կահավորման, կողմնակների կառուցման աշխատանքներ են իրականացնում։ Հիմնական մասը ավարտվել է։ Շատ լավ։ Մեղրու Լեռնանցքով անցնող ավտոճանապարհի 2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Աշխատանքները նախատեսում է սկսել եւ ավարտել այս տարի։ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի Վանաձոր քաղաքի միջով անցնող 6 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները 2024 թվականին մեկնարկել է եւ նախատեսվում է ավարտել այս տարի։ Սելիմի Լեռնանցքի 1,53 կիլոմետր երկարությամբ հատվածի վերակառուցում աշխատանքները նախատեսվել է իրականացնել ի սկզբանե առանձին մասերով, առաջին հատվածը 2024 թվականին սկսել է եւ ամբողջական նախագիծ այս տարի կավարտվի։ Սելիմի Լեռնանցքով անցնող մեկ այլ հատված 14 կիլոմետրանոց հատվածը, որի հիմնանորոգումը սկսվել է նախորդ տարի եւ այս տարի կավարտվի։ Կոտայքի մարզում Ջրվեզիր դեպի Գառնի տանող ավտոճանապարհի 14,7 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում կրկին աշխատանքները սկսվել են նախորդ տարի եւ կավարտվեն այս տարի։ Մեծամոր Հայեկ Մեծամոր ճանապարհի հիմնանորոգում աշխատանքները կրկին մեկնարկել են նախորդ տարի եւ կավարտվեն այս տարի։ Շիրակի մարզի Վարդաղբյուր Մուսայելյան ճանապարհի 5 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, որը կսկսվի եւ կավարտվի այս տարի։ Թթուջուր բնակավայրից դեպի Նավուր տանող ճանապարհի 15,1 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, որը մենք բոլորովին վերջերս այցելեցինք, չէ՞, պարոն Խուդասյան, այդ պրոբլեմատիկ հատվածը։ Հիմա աշխատանքներ են գնում պարոն վարչապետ այնտեղ։ Սկսեցինք։ Հա, իրենք դրանից հետո աշխատանքներ իրականացել են, մանրամասները կզեկուցեմ ձեզ։ Այսինքն իրատեսական է, որ այս տարի կավարտվի այդ հատվածը։ Շինարարի հավաստման իրատեսական է, բայց հարցեր կան նախագծի հետ կապված կներկայացնեմ։ Այնտեղ հարգելի գործընկերներ, վիճակը հետեւյալն է, ըստ էության ճանապարհի մեծ մասը ավարտված է, այսինքն ասֆալտը արված է, արդիկ հիմա էլ երթևեկում են, այնտեղ մի կտոր կա, որտեղ սողանքային ջրերի եւ այլն հետ կապված խնդիր ա եղել այդ հատվածը, այդպես մի քիչ բարդություններով է եւ նախորդ էլի մայիսին էր կարծեմ, նաեւ շինարարին հրավիրեցինք, ես էլ տեղում եղա, պարոն Խուդասյանն էլ եւ չէ դուք այնտեղ չէիք ոնց որ դու ճանապարհային դեպարտամենտի տնօրեններ այնտեղ եւ հիմա փաստորեն գետնի վրա աշխատանքները սկսել են եւ նախատեսում ենք ավարտել այս տարի։ Արագածոտնի մարզում Ավան բնակավայրից դեպի Խնուսիկ տանող ճանապարհի 2,2 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, որը նախատեսվում է մեկնարկել եւ ավարտել այս տարի։ Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրից դեպի Սորիկ տանող ճանապարհի 5 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, որը էլի նախորդ տարի սկսել է եւ այս տարի կավարտվի։ Արագածոտնի մարզի Զարինջա բնակավայրից դեպի Ձիթհանքով տանող ավտոճանապարհի 4,3 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը կրկին սկսվել է նախորդ տարի եւ կավարտվի այս տարի։ Արատի մարզի Վանաշեն գյուղից դեպի Այգավան գյուղ տանող 2,5 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգում աշխատանքները նախատեսվում են մեկնարկել եւ ավարտել այս տարի։ Գավառից դեպի Սարուխան տանող Գեղարքունիքի մարզ արդեն 12,9 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգում 2023 թվականից են մեկնարկել աշխատանքները եւ նախատեսվում է ավարտել այս տարի։
Ալավերտուց դեպի Սանահին թաղամաս եւ ակներ տանող ավտոճանապարհի 11 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հատվածի հիմնանորոգում էլի սկսել են 2023 թվականից ավարտը այս տարի բավականին մեծ մասշտաբային ծրագիր էր եւ 2024 թվականին, եթե չեմ սխալվում, այս ճանապարհի շինհրապարակել եմ այցելել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.7 կիլոմետրանոց հատվածի եւ Արևելյան փողոցի 120 մետր հատվածի հիմնանորոգում եւ այս աշխատանքները իրականացվել են 2023 թվականին եւ վերջին դետալներն են արվում եւ ավարտը նախատեսված է այս տարի Կոթայքի մարզի Չարենցավան համայնքի բջջի բնակավայրի հանրապետական նշանության ամրոց պատմության եւ մշակութային շարժ հուսարձան տանող ճանապարհի նորոգում աշխատանքները նախատեսվում է մեկնարկել եւ ավարտել այս տարի եւ սրանով ըստ էության մենք կամբողջացնենք բջջի զբոսաշրջային կլաստերում մեր կապիտալ ներդրումները այս փուլում պիտի գոհնակությամբ ընդգծեմ որ բջջի եկեղեցու վնասված պատը արդեն հիմնանորոգված, այսինքն վերականգնված է, տվյալ դեպքում հիմնանորոգում ասելը սխալ կլինի, նաև մենք լուծեցինք մի շատ կարևոր խնդիր, հիշում եք, այս նիստերի դահլիճում ես խոսել եմ դրա մասին, որ բջջի ամրոցը, որը մեր պատմամշակութային հիշարժան հուշարձաններից մեկն է, այնտեղ ինչ իրավիճակ ունեինք, մեր սիրելի մի քանի բջջնեցիներ, ոչ իրենց մեղքով բնականաբար, այդտեղ դիմացը տներ էին կառուցել եւ նաեւ ընկույզի ծառեր տնկել, որը ամբողջությամբ պահպանված պարիսպները փակում էր արտաքին տեսադաշտից։ Մենք ինչ որոշման գնացինք, գերակաշահի մասին որոշում կայացրեցինք, իհարկե հեշտ չէր մեր բնակիչների հետ քննարկումները եւ բանակցությունները, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնեմ, որ ինչքան էլ դժվար էր, այնուամենայնիվ այդ ինչ որ մի ըմբռնման եկանք, չգիտեմ էլ արդյունքում նրանք ինչքանով գոհ մնացին մեզնից, ինչքանով դժգոհ մնացին, բայց խնդիրն այն է, որ հուշարձանը պետք էր բացել, որովհետեւ դա ըստ էության պետական ժողովրդական կապիտալ է, ժողովրդական հարստություն է եւ չէր կարելի դա ուղղակի ամենայն հարգանքով ընկույզի ծառերի հետևում թաքցնել։ Հաջորդը մենք հիմա տեղադրել ենք լուսավորության համակարգ, որով լուսավորում ենք բջջի ամրոցի պարիսպները եւ երեկոյան ժամերին այդ պարիսպները տեսանելի են բավականին հեռվից։ Հաջորդը ինչա, այսինքն դրանից առաջ մենք արել էինք եւ այս խոսակցությունը այդ առիթով սկսվեց։ Մենք Հրազդան բջջի ավտոճանապարհն էինք հիմնանորոգել, որը էլի Հայաստանի բացահայտման մի շատ կարևոր գործիք է։ Ես օրինակ նախկինում երբեք միջև այդ ճանապարհի հիմնանորոգումը այդ ճանապարհով չէի անցել, բայց երբ անցա, համոզվեցի, որ զբոսաշրջային հսկայական պոտենցիալով մի նոր տարածք ենք բացել եւ բացահայտել։ Դրանից հետո այդ ճանապարհով գնալից էր, երբ ես այցելեցի բջջի եկեղեցի եւ տեսա, որ եկեղեցու պատը ըստ էության փլուզման շեմին է, որովհետեւ հենակներ էին դրված, որպեսզի պատը շուրջ չգա, հիշում եք կառավարության նիստում այդ հարցը բարձրացրեցին, կառավարությունը գումարը հատկացրեց եւ բջջի եկեղեցու պատը հիմնանորոգվեց։ Հաջորդ գործողությունը հետեւյալն էր, որ դեպի բջջի ամրոց տանող ճանապարհը շատ վատ վիճակում էր, որովհետեւ եւ նույն զբոսաշրջային հոսքերի ապահովման համար խնդրահարույց եւ ահա այս որոշմամբ մենք ապահովում ենք նաեւ բջջի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը, այսքան մանրամասն պատմեցի, ինչի համար նաեւ մեր ներքին եւ ներգնա զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելու այս զբոսաշրջային շատ կարևոր ուղղության վրա, որովհետեւ իսկապես այնտեղ տեսնելու, զգալու, ապրելու
բան կա Բջջնիում, որը մեր պատմության շատ կարևոր կետերից է եւ իհարկե Բջջնի մասին էլ եւ Բջջնի ամրոցի մասին էլ եւ իրադարձությունների մասին էլ շատ բան կարելի է կարդալ եւ սա հույս ունեմ, որ այնտեղ որը իհարկե զբոսաշրջային հոսքերը հույս ունեմ եւ համոզված եմ նաեւ Բջջնիում տնտեսական նոր ակտիվություն կբերի։ Հաջորդը Տավուշի մարզում Նավոր գյուղից Չինչինով դեպի Վարագավան Տավուշ գնացող ավտոճանապարհի 10 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում այստեղ աշխատանքները սկսել են 2024 թվականին եւ նախատեսվում է ավարտը 2025 թվականին։ Հարգելի գործընկերներ, սա էլ այն դեպքերից է, որ Չինչին գյուղը շատ հայտնի գյուղ է, այսինքն անունը բազմաթիվ անգամ հնչած եւ ինձ համար մեծ անակնկալ էր, որ Չինչին գյուղը իր պատմության ընթացքում ասֆալտապատ ճանապարհ երբեք չի ունեցել, պարոն մարզպետ, ճիշտ եմ, չէ՞ հիշում։ Այսինքն պատկերացրեք, գյուղը իր պատմության ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել եւ հիմա արդեն ունի մասամբ, որովհետեւ դեպի Վազաշեն Պառավաքար Բերդ ճանապարհի կողմից արդեն պատրաստա, թե հակառակ կողմից է պատրաստ։ Վերջը ասֆալտապատման աշխատանքները ըստ էության համարյա ամբողջությամբ արվել են, եւ Հարժեսի ներկայացուցիչների հետ շփվելուց հասկացա, որ ըստ էության համարյա ասֆալտապատման մասը գոնե մի շերտով արված է եւ մարդիկ օգտագործում են եւ գոհունակություն զգացի։ Իհարկե պետք է ամբողջությամբ ավարտվի M6 ավտոճանապարհից Լոռու մարզում դեպի Աթան գնացող 27 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգում։ Աշխատանքները ավարտված են 2025 թվականին, աշխատանքները սկսված են 2023 թվականին եւ ճանապարհի մի հատվածի մասը իրականացված է, այստեղ էլ մենք էլի խնդիրների ենք հանդիպել տեխնիկական, նախագծային, կապված խողովակների եւ այլնի հետ, բայց ուզում եմ հիշեցնել նաեւ, որ այս ճանապարհը նույնպես եւ զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնելու նպատակ ունի եւ մենք հեռահար նպատակ ունենք, որպեսզի այս ճանապարհը շարունակվի հետագայում դեպի Տավուշի մարզի Ենոքավան գյուղ, Տավուշի մարզի Ենոքավանից դեպի Տավուշի մարզի նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան գյուղի մոտ է, եթե չեմ սխալվում, դուրս գալիս, այսինքն պատկերացրեք, մի հատ նոր բացարձակապես նոր մայրուղի է ստեղծվում Հայաստանում, որը եւ տնտեսական եւ զբոսաշրջային շատ էական նշանակություն է ունենալու։ Տրանսպորտային օբյեկտներ, նոր հաճնի կամուրջի վերանորոգում, էլի շատ քննարկված հարց։ Հիմա կամուրջը բաց է, բայց աշխատանքները ավարտված չեն եւ ավարտը կլինի 2025 թվականին։ Լոռու մարզում M6 ավտոճանապարհը Աղթալա բնակավայրի հետ կապող երկրորդ կամրջի կառուցում։ Սա մեր մետաղական կամրջի երկրորդը եւ հարգելի գործընկերներ, հիշում եք, որ երբ որ ջրհեղեղը եղավ, մենք այնտեղ խնդիր ունեինք ժամանակավոր կամուրջ տեղադրելու եւ ժամանակավոր կամուրջ ձեռք բերեցինք Իրանի Իսլամական Հանրապետությունից, եթե չեմ սխալվում, եւ վերջերս այցի ընթացքում ես այցելեցի եւ անկեղծ ասած այդ կամուրջը տենց առանձնապես ժամանակավորի տպավորություն չի թողնում եւ պետք է ասել, որ իր տեսքն էլ բավականին լավ է։ Ես հիշում եք, որ ասում էի, որ այդ ավերված կամուրջների փոխարեն կոլորիտին համապատասխանող կամուրջներ նախագծենք, կառուցենք, ինչը կարելի է ունենալ, բայց տեղում այդ կամուրջը տեսնելով, որը հիմա միակողմանի է աշխատում, այսինքն երկու մեքենա չեն կարող անցնել, ուղղակի տեղում համոզվեցինք, որ եթե կողքը այդ կամուրջից եւս մեկը դնենք, դա շատ երկար կծառայի եւ մենք առնվազն շատ երկար հանգիստ նախագծելու, այլ տարբերակներ մտածելու ժամանակ կունենանք։ Ընդ որում, ես չգիտեմ, այս ցանկում մենք ունենք, թե չունենք
գանձակարի ծակարի հետ կապված որևէ որոշում, բայց նաև գանձակարի ծակարում, որը ելի ըստ ամենայնի այս տարի կավարտվի, այդ ճանապարհի վրա մենք պատմամշակութային հուշարձան կամուրջ ունենք եւ այնտեղ նաև նոր կամուրջ կառուցելու խնդիր կար եւ այդ օրերին էր, որ ես այցելեցի նաև այդտեղ եւ եկա այն համոզման, որ անտառի մեջ մենք ավելի այսպես ասած eco-friendly բառը տենց է չենք կարեցել հայերեն թարգմանենք էկո բարենպաստ բարենպաստ լուծում կարող են գտնել եւ այդ նույն կամուրջից 2 հատ դնել այնտեղ ինչու որովհետեւ անտառի մեջ եթե մենք կապիտալ շինարարություն անենք մեծ շինհրապարակ ենք բացելու եւ իսկ այս տարբերակով մինիմալ բաներով մինիմալ թվով ծառերի կարող է պարզվի նույնիսկ ծառ վնասելու բան չկա անհրաժեշտություն չկա եւ այդ կամուրջներն իրենք կներգրվեն եւ 5 կամուրջին եւ շրջակա միջավայրին ունեք լրացուցիչ Վարչապետ այդ մասով արդեն հանձնարարական կա մենք աշխատում ենք իրանական կողմի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել անցել ենք արդեն ժամկետների կատարման շրջանում ենք շատ լավ Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգում, որը հիմա ընթացքի մեջ է, եւ իհարկե աշխատանքներն իրականացնելու տեխնիկական հսկողության ֆինանսավորումը նույնպես այս որոշման մեջ է։ Ունենք նաեւ արդեն իսկ ավարտված աշխատանքների վերջին 5%-ի վճարում, մասնավորապես Սպիտակի ոլորանների 7 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում պարոն Խուդացյան, եթե ես չեմ սխալվում, ձեզ է ուղարկել կամ գուցե նախկինում պարոն Սանոսյանին եմ ուղարկել, այնտեղ հատվածի մի քանի կտորներում ես իջվածքներ եմ տեսել, այդ հարցերը լուծված են, այսինքն հստակ նայվել է եւ ճանապարհը հստակ վերջնական ընդունվել է։ Այս բանի խնդրահարույց հատվածներ չկան վճարումից առաջ պարոն վարչապետ Նայում ենք, բայց մի հատ լրացուցիչ տեղում կնայենք։ Այսինքն այնտեղ որ եզրային հատվածներում տենց ակնհայտ նկատելի իջվածքներ կային, պետք է հասկանալ դրանք։ 5%-ը վճարելուց առաջ հանձնաժողովը տեղում նորից նայում է բոլոր աշխատանքները։ Շատ լավ։ Աբովյան քաղաքից դեպի Արզնի տանող ավտոճանապարհի 1.4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը ավարտված է Էլի Կոտայքի մարզից Նոր Գեղեից դեպի Արգել տանող 10 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, որը ավարտված է, եւ Լոռու մարզի Լորուտ գնացող ավտոճանապարհի հիմնանորոգում, որը ավարտված է։ Նաեւ մենք ունենք նախահաշվային փաստաթղթերի ֆինանսավորում, մասնավորապես Տավուշի մարզի M6 այրում կայարան ճանապարհի վրա Դեպետ գետի հետ հատման հատվածում քանդված կամրջի փոխարեն ժամանակավոր կամրջի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում Սյունիքի մարզում Ծղուկից դեպի Սառնակունք եւ Սպանդարյան բնակավայրերի տարածքով անցնող 7.47 կիլոմետր հատվածի հիմնանորոգում Արմավիրի մարզի Էջմիածնից Վարսնոց թաղամասից Էջմիածնի խճուղով դեպի Ակնալիջ եւ Մեծամոր տանող 5.6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգում, Մեղրու լեռնանցքով անցնող ավտոճանապարհի 2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Լոռու մարզում Կուրթան Ձորագյուղ 15.2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Ենոքավանի Ջուջևան տանող, ինչի մասին քիչ առաջ խոսում էի, ավտոճանապարհի 65.5 կիլոմետր ավտոճանապարհի հիմնանորոգում, Կոտայքի մարզում դեպի Ծաղկածորի ճոպանուղի տանող ավտոճանապարհի 5 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Լոռու մարզի H70-ից դեպի Ահնիձոր տանող ավտոճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, Կոտարքի մարզի Զովունի Քանաքեռավան ավտոճանապարհից դեպի Կորեայի ձոր տանող 1.1 կիլոմետր հատվածի հիմնանորոգում եւ Դսեղի կամուրջի հիմնանորոգում Դսեղի կամուրջը բայց արդեն հիմնանորոգված է, այստեղ ինչ որ պակասող հատված կա վճարելու եւ այդ ենք վճարում, հա, ճիշտ է։
Համար ենք ոչ անպանվար։ Բայց ավարտված է կամուրջը, չէ՞, մենք գնացել տեսել ենք։ Տեղում նայել ենք այդ կամուրջը։ Վերջի այցին լորի տեղ եղել ենք։ Այո։ Եվ եւս մի հարց ընդունել ենք չզեկուցվող փաթեթով միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու համար հետևյալ ճանապարհներին. Սևանից դեպի Գավառ տանող 2.5 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգում եւ պարոն Խուդացյան, եթե ինձ հիշողությունս չի դավաճանում, պարոն Սարգսյան, ոնց որ թե Սևանից Գավառ տանող ճանապարհի մենակ այդ հատվածն է, որ մի քիչ թե էլի կան հատվածներ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ձեր նշած աշխատանքների արդեն ասֆալտապատումը արված ավարտված է, դրանից հետո մի որոշ հատվածում ընդամենը երևի մի 500 մետրի վրա փոքր կտորներ կան, փոսալցման աշխատանքներ արված, մնացած ճանապարհը ընդհանուր լավ վիճակում է։ Այսինքն այս արդեն արվածն ենք ֆինանսում։ Մեծ ձեր թույլտվությամբ վերջում զեկուցե ես տարվա իրականացվածի մասով, բայց եթե թույլ կտաք հիմա ասեմ, որ մենք արդեն այս տարի 48 կիլոմետր ճանապարհ ենք ասֆալտապատել, Այս տարի ասի 25 թվին 25 թվականին արդեն 48 կիլոմետր ճանապարհ ենք ասֆալտապատել, մոտավորապես 350-ի մասով ունենք պայմանագրեր կնքված կապալառուների հետ եւ ավելի քան 200-ի մասով այս պայն աշխատանքներն իրականացվում արդեն։ Իսկ միջին նորոգումները կմեկնարկեն ավելի ուշ, դրանք ընթացս ավելի արագ։ Հիմա ուզում եմ հասկանալ պարոն Սարգսյանի ասած հատված էս հատված։ Սա այս տարի ավարտած հատված է, մի 10 օր առաջ ենք ավարտել բան վարչապետ։ Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակից դեպի Յաղդան 15.7 կիլոմետր հատվածի միջին նորոգում, սա դեռ արված չէր, ես վերջերս անցել եմ այս ճանապարհով։ Օձունից դեպի Արևածագ 14.8 կիլոմետր հատվածի միջին նորոգում, Էլի Լոռու մարզ, Տավուշի մարզում Պարավաքարից դեպի Վարագավան եւ դեպի Վարագավանքի պատմական հուշարձան 8.27 կիլոմետր հատվածի միջին նորոգում, Վարագավանից դեպի Բերդ 13.4 կիլոմետր հատվածի միջին նորոգում, էլի Տավուշի մարզ եւ Զառիդափից դեպի Նոր Ազնաբերդ 9.5 կիլոմետր հատվածի միջին նորոգում։ Այսինքն այս միջին նորոգումները այս տարի բոլորը կարվեն կավարտվեն, չէ՞, եթե ինչպես ասում են, ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես մենք պլանավորել ենք։ Շուտ ենք սկսել այս տարի կընթանա ամենայն հավանական։ Դե հիմա մեր ռիսկը ի՞նչն է, որ ես սենց եմ ասում, ռիսկը սովորաբար լինում է հետեւյալ, որ շինարարի մոտ ինչ որ խնդիրներ չառաջանան կամ էլ հանկարծ նախագծային խնդրեմ իհաց չգա, ինչը իհարկե միջին նորոգման դեպքում սովորաբար չի լինում, էս էր ընդհանուր ցանկը հարգելի գործընկերներ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։